Դեպից հետաքրքիր է, չգիտեմ, դա նշել եք ձեզ մոտ որ անդրադառնանք թե ոչ, Ալենը Ռուսաստանում էր եւ շատ հետաքրքիր էր։ Այո, ուրեմն հիբրիդային պատերազմ, հիշում եք, չէ՞։ Ոնց, ուրեմն 26 թվականին հրապարակվեց Հայաստանի ազգային հետախուզության տարեկան զեկույցը եւ այդ զեկույցում ամեն երկրորդ տողը հիբրիդային պատերազմ, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, ուրեմն Հայաստանից դուրս բնականաբար նկատի ունենալով Ռուսաստանին գործարարներ, որոնք գործակալ են եւ բիզնեսմեններ, որոնք ուզում են զավթեն իշխանությունը, հիբրիդային պատերազմ, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ մեր երկրի ներսում բաց տեքստով ասում էին, որ հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում է Ռուսաստանը եւ ինչ, երբ որ Ալեն Սիմոնյանը մի քանի օր առաջ մեկնեց Ռուսաստան, ես մտածում էի, որ Ալեն Սիմոնյանը դառնալու է Բրյուս Լին եւ օրինակ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, երբ որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուղիղ տեքստով ասաց, մեզ համար հասկանալի չեն Հայաստանից հյուսիսի հասցեին հնչող մեղադրանքները հիբրիդային պատերազմի մասին, Ալեն ինձ թվաց սենց Բրյուս Լիի նման մի հատ սենց տալու ես Լավրովին, հա, թքես, խփես, չէ, փոխարենը ինչ ասեց Ալեն Սիմոնյանը, Լավրովը ասում է, ոչ մի բան, ոչ էլ ոնց որ ես Ալիևի վրա ջուր մտածեցի կարող է ջուրը շփես, Լավրովի վրա չէ, ստեղ ասում եք հիբրիդային պատերազմ, Արարատ Միրզոյանը գնում է Ստրասբուրգ, ասում է հիբրիդային պատերազմ, գնում է Բրյուսել Եվրոպարլամենտի նիստին, ասում է հիբրիդային պատերազմ, փոխարենը Լավրովը բաց տեքստով ասում է, մեզ հասկանալի չի, որ դուք մեզ մեղադրում եք հիբրիդային պատերազմի մեջ, ասեցի, Լավրովը պասը տվեց, հիմա մեր Ալենը կչրփի Լավրովին, եւ ինչ է ասում, ինչ եղավ, ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, ես չեմ ուզում, որ Ռուսաստանի Դաշնությունում լինի ընկալում, որ Հայաստանը փորձում է ինչ որ բան անել Ռուսաստանի դեմ, ուշադրություն, բարեկամ, դաշնակից պետության դեմ, սա ես չեմ ասում, սա ասում է Ալեն Սիմոնյանը, Ռուսաստանին ասում է բարեկամ, դաշնակից պետության դեմ, հիմա հարց, ուրեմն արտաքին հետախուզության մադամին, բա դաշնակից բարեկամ եւ ինչ ասել Արենը, հա, բարեկամն ու դաշնակիցը կարա հիբրիդային պատերազմ հայտարարի, տիկին կամ ուրեմն դուք սխալ եք գրել, կամ ինչ ասեմ, դուք որևէ այլ երկրի եք նկատի ունեցել, որովհետև եթե Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից է, ինքը չի կարող հիբրիդային պատերազմ սկսել Հայաստանի դեմ, իսկ եթե բարեկամ ու դաշնակից չի, Նիկոլ Բալենը ինչի էր Լավրովի մոտ Ռուսաստանի հասցեին ասում բարեկամ ու դաշնակից, հիմա հասկանում եք սիրելի հայրենակիցներից ինչի սա ցիտեցի, ես իհարկե վստահ եմ, ես անգամ գրազ եմ եկել եւ գրազը հաղթել եմ, ես մի շատ լավ օծանելիքի վրա գրազ էի եկել, գրազը հաղթել եմ, որ բնականաբար Ալեն Սիմոնյան ինձ ասում են, չէ, գոնե Ալենը կասի, որովհետև ինքը այստեղ էլ է Ռուսաստանի հասցեին բարձրաձայն խոսում, Մատվիեկոյի հետ հանդիպման ժամանակ կասի, այստեղ կասի, ես Ալեն, իմ գրազը կրել եմ եւ իմ օծանելիքը Գանիմեդ ես շահել եմ, որովհետեւ ես վստահ էի եւ իմ գրազը հաստատվեց, որ դու չես ասելու Ռուսաստանի որևէ պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ, որ Ռուսաստան դուք Հայաստանի դեմ վարում եք հիբրիդային պատերազմ, փոխարենը խոսել ես այդ չստացված ռոպագանդիստ Սալավյովի մասին, որի մասին ով ասես, ինչ ասես, հիմա ասում են, հենց որ դա առանձնապես հերոսություն չի, հատկապես որ Մարիա Զախարովն ասել էր, որ Սալավյովը չի ներկայացնում Ռուսաստանի պաշտոնական տեսակետը, դրանից հետո Սալավյովին քացուտակ տալը, հավատացնում եմ ձեզ, դա բացարձակապես հերոսություն չի, սա